Այսօր մենք ամփոփում ենք 2 տարվա ընթացքում իրականացված Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության կողմից համաֆինանսավորվող դիմակայուն քաղաքացիական հասարակություն արևելյան գործընկերության տարածաշրջանում ծրագիրը, որը իրականացվել է Մարդը կարիքի մեջ ՀԿ-ի կողմից։ Ծրագիրը հատկանշական է նրանով, որ այն ուղղված է եղել նորաստեղծ համայնքահեն հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը եւ համագործակցությանը ազգային եւ տարածաշրջանային մակարդակով շահերի պաշտպանության եւ քաղաքացիական երկխոսության հարթակներ ստեղծելու հասարակության կազմակերպությունների համար։ Մի հատ տեսնենք մենք որտեղ ենք, ովքեր ենք մենք հենց հիմա, ինչ ունենք, ինչ ենք ուզում, ինչն է մեզ պակասում։ Գնահատելի հատվածը նաև այն էր, որ դուրս բերվեցին այդ թույլ կողմերը զարգացնելու ճանապարհը, այսինքն մենք ինչ ենք ուզում զարգացնել։ Ու Փինը դա ոչ թե ուղղակի վերցրեց, բայց շարունակեց իր ուզած ճանապարհով, որովհետև այդպես էր մտածել, բայց վերցրեց, հավաքագրեց եւ ամեն մեկի համար զարգացման ուրույն ճանապարհ գծեց։ Այս ծրագրի շնորհիվ մենք կարողացանք մեր կայունությունը նորից կառուցել, ձեռք բերել այն բոլոր ընթացակարգերը, գործելաչափերը, որ մեր համար անհրաժեշտ էին, որպեսզի մենք դառնանք առավել ինստիտուցիոնալ ու առավել կարիքահեն կառույց, որպեսզի կարողանանք երկարաժամկետ ձևով աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Երբ հիշում եմ, երբ մենք ընդգրկվեցինք այս ծրագրին, լրիվ նոր էինք դաշտում, չգիտեինք ինչ ենք անելու, ստեղծել էինք կազմակերպությունը, սակայն չունեին որևէ հմտություն, գիտելիք, որ առաջ շարժվենք։ Այս ծրագիրը կարծես թե փրկության հասավ մեզ եւ ծրագրի շրջանակներում ստեղծել ենք մեր կազմակերպության ներքին ընթացակարգերը, քաղաքականությունները, ինչպես նաեւ ֆոնդհայթայթման ծրագիր ենք իրականացրել, որը հնարավորություն կտա ավելացնել մեր կազմակերպության ծառայությունները Ալավերդի խոշորացված համայնքում։ Համագործակցության շրջանակներում կարողացել ենք իրականացնել կարողությունների զարգացում, իրականացնել համայնքային ծրագրեր, համագործակցել տարբեր քոչերի հետ ու բերել ՀԿ-ն այնպիսի մակարդակի, որտեղից մենք կարող ենք այս պահին փաստել, որ մենք գտնվում ենք բավականին կայուն հիմքերի վրա ու կարող ենք շարունակել մեր գործունեությունը առաջիկա մի քանի տարիներին ու այլևս չզգալ մեզ ինչպես սկսնակ ՀԿ բնագավառ։